Ապրիլյան քարորյա պատերազմից 10 տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանից այս գործով առաջին վճիռն ենք ստանում։ Հայկական կողմի ապացույցները հաստատում է Ստրասբուրգի դատարանը։ Մայոր Հայկ Թորոյանին ադրբեջանցիները գլխատել ու խոշտանգել են։ Ամենակարևոր եւ առաջնային գործերից մեկն էր։ Այս գործով ՄԻԵԴ-ը արձանագրել է, ճանաչել է եւ կյանքի իրավունքի խախտում զինծառայողի, փաստանցի ընդունելով, որ ադրբեջանցիները սպանել են վիրավոր հայ զինծառայողին, ով այդ պահին արդեն փաստացի զինված գործողություններից շարքից դուրս եկած է եղել եւ դրան հաջորդել է ցավոք սրտի գլխատումը ու տանջանելը, ինչն էլ հասցրել է արդեն մահվան։ 30-ամյա զինվորականը Թալիշի հրամանատարական կետ զինամթերք հասցնելիս էր ընկել ադրբեջանցիների թիրախը, բայց 10 տարի շարունակ Բաքուն միայն հերքման տեքստեր էր մի հետ հասցնում մեղքն իր վրայից գցելու համար։ Եվրադատավորների առաջ նույնիսկ վարկած էին քաշել, թե զինվորականին գուցե հենց հայերն են սպանել ու խոշտանգել իրենց մեղադրելու համար։ Բարձր դատարանը սակայն չի խաբվել։ Որպես այդպիսին ՄԻԵԴ-ը Եվրոպական կոնվենցիայի ներքո ճանաչել է նաև խոշտանգման արգելքի խախտումը, ինչպես զինծառայողի, այնպես էլ այդ հանգամանքներով պայմանավորված նրա ընտանիքի անդամներին հասցված տառապանքի առումով ՄԻԵԴ-ի մակարդակով, միջազգային դատական ատյանի մակարդակով մենք արձանագրում ենք կոնվենցիոն լրջագույն իրավունքների խախտում։ Բաքուն այլևս միջազգային դատավճռով պատերազմական ծանրագույն հանցագործ է։ ՄԻԵԴ-ում հայերի շահերը պաշտպանող փաստաբաններից Հասմիկ Հարությունյանը վստահ է, նախադեպը կնպաստի նաև մյուս գործերով վճիռների կայացմանը։ Երևանում այսպիսի ավելի քան 20 գործով որոշման են սպասում։ Եթե ավելի լայն դիտարկենք, բնականաբար առաջնային նպատակներից մեկը հետագայում նմանատիպ գործողությունների կանխելը պիտի ուղղված լինի, բայց ցավոք սրտի մենք ոչ վաղ անցյալում ընդամենը մի քանի տարի առաջ եւ 23 թվականին եւ 20 թվականին ականատես եղանք համանման իրավիճակների եւ այդ մասերով նույնպես լրջագույն խախտումների։ Բայց հենց այս կետում իրավաբանները մտահոգություն ունեն։ Հայաստանի կառավարությունը որոշել է 2020 թվականից հետո Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական հայցերից հրաժարվել։ Այս մասին ամրագրում կա նաև ԱՄՆ նախագահի վկայությամբ նախաստորագրված խաղաղության պայմանագրում։ Պատերազմի զոհերի հարազատներին իհարկե գործադիրը չի կարող ստիպել անհատական գանգատները հետ կանչել։ Սակայն մենք ունենք մեծաքանակ գործեր, որոնք 20 թվականին, 23 թվականին ներկայացվել են պետության կողմից եւ այդ պարագայում ցավոք սրտի անհատ իրավաբանները ոչինչ անել չեն կարող։ Բաքվից դեռևս չեն արձագանքել Մարդու իրավունքների Եվրադատարանի վճռին, թե ինչպես կդիրքավորվեն, հայ փաստաբաններն առայժմ կանխատեսումներ անելուց հրաժարվում են։ Ընդհանուր հաշվի առնելով Ադրբեջանի անդամակցության քաղաքականությունը միջազգային մարմիններին եւ ՄԻԵԴ-ի մասով էլ նույնիսկ իր քաղաքացիների առնչությամբ կայացված որոշումների կատարման մասով այստեղ կա մտահոգություն, որովհետեւ Ադրբեջանը իր միջազգային պարտավորությունների կատարման առումով մշտապես թերացել է։ Ստրասբուրգի դատարանը Բաքվին պարտավորեցրել է 90,000 եվրո վճարել մայոր Հայկ Թորոյանի հարազատներին, որոնց ևս ՄԻԵԴ-ը խոշտանգման զոհ է ճանաչել։ Անասելի տառապանքներ են կրել ազգականի մահվան համար, ստիպված եղել նրան, որքան էլ բարդ է ձևակերպելը, մասնատված հուղարկավորել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։